Հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այո, այսօր օգոստոսի 7-ն է եւ Հայաստանի Հանրապետության դատարաններից մեկում մի քաղաքացու դիմումով դատավարություններ ընթանում մեկ այլ քաղաքացու նկատմամբ։ Եւ այս ամենը անհասկանալի է, երբ մեր ընդդիմությունը փորձում է այս պարզ գործընթացը, որը խոսում է այն մասին, որ մենք ունենք պետություն, որ մենք ունենք դատական համակարգ, այս պարզ գործընթացը տանել եւ համեմել ինչ որ եկեղեցու դեմ գործած մեղքերով վերագրել դա իշխող խմբակցությանը եւ ել ավելի խորանալ արդեն հասնել նրան, որ մեղադրել մեզ ինչ որ հակաքրիստոնեական ինչ որ գործողությունների մեջ։ Ուրեմն դիմում եմ, չնայած այստեղ չեն, գնացել են իրենց պարտքը առաջնահերթությունը տվել են դատավարությանը եւ բացակայում են դահլիճից մեր ընդդիմադիր գործընկերները, բայց ես ուզում եմ մի բան ասել, հարգելի գործընկերներ, որ որևէ մեկը չի կարող որևէ մեկ այլ քաղաքացու մեղադրանք ներկայացնել հակաքրիստոնեականության կամ մնացածի մեջ։ Սա ուղղակի անձնական տարածքներ են, որտեղ մտնել ուղղակի չի կարելի։ Ավելին ասեմ, այստեղ հնչում են կարծիքներ հենց նոր, օրինակ մեր Հայաստանի Հանրապետության սահմանների քարտեզի մասին ինչ որ քննարկում է գնում, ես չեմ նույնիսկ հասկանում ինչպես կարելի է այս հարցը քննարկել։ Նորից ուզում եմ դիմել բացակայող գործընկերներին։ Դուք որ պետության падգամավոր եք, որտեղ եք առաջադրվել, դուք տեղյակ եք որտեղ եք առաջադրվել, եւ եթե առաջադրվել եք, որ քաղաքացիներով եք սահմանափակել ձեր ընտրությունը, գնացել եք արդյոք այն տեղերը, որտեղ մտածում եք, որ դա էլ է Հայաստան օրինակ, եւ հայցել ձայներ օրինակ այդտեղից, որովհետեւ անհասկանալի է ինչպես կարելի է ընդհանրապես քննարկել Հայաստանի Հանրապետության սահմանները եւ մտածել, որ սա քննարկման առարկա է։ Մասնավորապես մարդիկ, ովքեր պետական պաշտոնի են այսօր, այն է ազգային ժողովի падգամավոր են, ավելին ասեմ, այստեղ նաև հնչում է կարծիք, որ գիտեք ինչ կա, պահվող անձինք Ադրբեջանից, այո, վերադարձել են, բայց դուք չեք դա վերադարձրել։ Պարզվում է դա երրորդ երկրները, ուղղակի այսպես նստած էին այդ երրորդ երկրները ու որոշեցին, որ իսկ ինչ բան ու գործ չունենք անելու, եկեք գնանք եւ բան անենք, միջնորդենք պահվող անձանց մասով Հայաստանի քաղաքացիներին վերադարձնենք հետ Հայաստան։ Սա ինչի մասին է խոսում, ինչի եմ ես հատիկ ինչ որ բաներ մեջ բերում, սա խոսում է այն մասին, եթե սենց ընդհանրական համակարգ եմ ես ամբողջ խոսույթը, սա պետականություն չունենալու քարոզ է։ Եկեք չճանաչենք սահմանները, եկեք դատարանը դատարան չլինի, ընտրենք օրինակ, ով կարող է դատարանում, ասենք մեղադրանք ում հանդեպ կարող է առաջադրվել, ում հանդեպ չի կարող առաջադրվել։ Հարգելի գործընկերներ, մենք պետք է կողմնորոշվենք եւ այս ամենը ամենացավալին այն է, որ մենք գործ ունենք մեծ ընդդիմության հետ, ով պետք է սովորի առերեսվել Հայաստանի Հանրապետությանը, նրա պետական սահմաններին, նրա դատական համակարգին, որքան էլ հաջող կամ անհաջող լինի դա իրեն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բոլորը հավասար են օրենքի առջև, լինի դա հոգևորական, լինի դա պաշտոնյա, լինի դա բարերար, ով ուզում է լինել։ Ուզում եմ անդրադառնալ նաև այն հարցին, որ այստեղ պարոն Մեսրոպ Մանուկյանի հարցին եմ ուզում անդրադառնալ, երբ ասում եք դուք անդրադարձաք իմ հորը, ես հորը չեմ անդրադարձել, պարոն Մանուկյան, ես անդրադարձել եմ կոնկրետ դատական գործին, եւ այո, դուք ինչպես դուք նշեցիք, դուք իրավահաջորդ եք այդ գործի, դա նշանակում է, որ դուք բացի այն, որ ինչպես դուք նշեցիք, որ ուզում եք իրավահաջորդ լինել եւ արդարության, այսպես ասած, վերականգնման բանով, պետք է նշեմ, որ այո, նաև ժառանգաբար այն է օտարված հեկի մասով իրավահաջորդ եք դառնում, հետևաբար այո, բնական է, եթե դուք դա ժառանգել եք, ապա ժառանգել եք դրա հետ կապված նաև հարուցված քրեական գործը եւ դա նորմալ է։
Ինքս նորից եմ կրկնում հետևողական եմ լինելու այս հարցում եւ հետևելու եմ թե ինչպես է ընթանում այս գործընթացը, որովհետեւ արդեն իսկ ունեմ որոշ տեղեկատվություններ, որոնք հետաքրքիր կլինի ուսումնասիրել։ Ինչ վերաբերում է Արամ Վարդևանյանին, ում հարցը մենք քննարկում ենք այս պահին եւ փորձում են ինձ համոզել, որ մեր գործընկերները համենայն դեպս, որ Արամ Վարդևանյանը արժանի տեխնացու է լինելու փոխոսնակ ազգային ժողովի փոխոսնակ։ Բնական է դա գործընկերները, ովքեր դա ասում են, դա իրենց կարծիքն է, բայց իմ գնահատմամբ Արամ Վարդևանյանը պետք է ավելի քաղաքական մարդ դառնա, որովհետև Արամ Վարդևանյանի ողջ ելույթը եւ հարցերի բոլոր պատասխանները դրանք փաստաբանի պատասխաններ էին, փաստաբանի ելույթ էր եւ ես անկեղծ որ ասեմ, ինքս իմ հարցի պատասխանը ինքս էլ չստացա եւ տեսնում եմ այդ խոսանավող, այսպես ասած, խոսափողական պատասխանները, որոնք ոչ մի լավ բան չեն տանելու, որովհետեւ այստեղ բոլորս ունենք խոսափող եւ բոլորս ունենք այդ հարցը տալու իրավունք, ճիշտ այս բան քննվում է իր հարցը, բայց կարծում եմ ճիշտ կլինի եւ ազնիվ կլինի, որպեսզի հարցերին հստակ պատասխաններ լինեն։ Սա առնվազն եթե ընտրվի պարոն Վարդևանյանը այդ պարագայում պետք է հաշվի առնի եւ նաեւ մի բան էլ, որ եթե պարոն Վարդևանյանը եւ մնացածը իր գործընկերները այստեղ խոսում են այն մասին, որ պետք է հարգել ազգային ժողովի ինստիտուտը, բարեկրթություն եւ այլն պահանջում են, որ իրենք էլ մեր կողմից են պահանջում եւ հավակնում է մասնավորապես Վարդևանյանը լինել փոխխոսնակ, փոխնախագահ, ապա պետք է իրեն առաջին հերթին եւ իր գործընկերներին նաեւ հորդորի, որ երբ մոտենում են ազգային ժողովի ամբիոնին, պարտադիր դիմում են նախագահությանը, հետո գործընկերներին, հետո նոր նաեւ իհարկե վերջում մեր սիրելի ժողովրդին։ Դերևս այսքանով կսահմանափակվեմ ես, սիրելի գործընկերներ, շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար